Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարիլուս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Ամեն տարի փում բարեգենտանը գանխող շաբթվան ընթացքին մենք կդոնենք երկու մեծ դոներ, որոնք իրարու հետ առնչված են։ Երեք շաբթի օրը, այսինքն այսօր, Սրբոց Ղևոնդյանց քահանայից տոնը, որոնք Վարդանանց շարժումին գրոնական ազատության եւ ըմբոստության ռահվիրաններն էին, եւ 5 շաբթի օրը Վարդանանց զորավարած դոնը։ Մանկութենեն սիրելներ ամենքսալ դոնացենք եւ մշտապես պիտի դոնենք, որովհետեւ անոնք հավատքի բادرազմ մղեցին ընդեմ Բարսից Հազգերտ երկրորդ թագավորին, որ մաստեզական գրաբաշտական գրոնքը վերստին փորձեց բարդատրել մեզի ընդունիլ, իսկ մենք որ արդեն քրիստոնեությունը ընդունած էինք եւ զայն վերածած էինք մեր մաշկին, մեր մորթին քույնին, ինչպես Եղիշե Բատմիչը գսե, ոչ թե մեզի համար այլևս հակուստ էր քրիստոնեությունը, որ ուզած ադենիս հանենք կամ հակվեինք, այլ մորթի մաշկի քույն էր եւ անկարելի էր որ այդ քույնը փոխվեր, հետեւաբար հավատքի համար բادرազմ մղեցին Վարդանանց զորավարները եւ Ղևոնդյանց քահանաներն է որ ոտքի կանգնեցան ու ժողովուրդը առաջնորդեցին թեպի հավատքի ըմբոստություն։ Սիրելիներ, Ղևոնդ երեց քահանային անունով Ղևոնդյան կոչվին, սակայն անոնք հույլմը գրոնավորներ էին, որոնց մեջ կար Գաթոյգոս, եպիսկոպոս, քահանա եւ սարգսակ։ Ասոնք այն բարակլուխներն էին, որոնք Վարդանանց շարժումին ընթացքին ժողովուրդը հավատքի մեջ քաչալերեցին եւ ոգին եղան Վարդանանց զորավարներուն։ Եվ քանի որ Ղևոնդ քահանան, Ղևոնդ երեցը ինք ամենեն դարեցն էր այս խումբի մեջ եւ իսկապես ամենեն արույքը, որ ժողովուրդը ոտքի հանեց, անորամար այս նահատակ քահանաներու խումբը կգոչվի Ղևոնդյանք, Սրբոց Ղևոնդյանք։ Եվ անոնց մեջ, ինչպես ասի, թե գար Օրվան Գաթոյգոսը, Հովսեփ Գաթոյգոսը, նաեւ գային Սահակ Ռշտունյաց եպիսկոպոսը, Թաթիկ եպիսկոպոսը Փասենի, ապա Ղևոնդ երեց քահանան, Մուշե կամ Մուշեղ քահանան, Արշեն երեցը, Սամվել քահանան, ինչպես նաեւ Աբրահամ եւ Քաչաչն սարգսակները։ Ասոնք սիրելիներ ներկայացուցիչն էին, ինչպես ասի, այլ այդ հույլմը գրոնավորներուն, որոնք իսկապես քաչությամբ բայկարեցան հայոց բադիվը, հայոց հավատքը, քրիստոնեությունը պահպանելու համար եւ Վարդանանց զորավարներու նահատակութենեն յետք դժբախտաբար դարվեցան Բարսկաստան եւ այնտեղ փանդարգվեցան, անդանելի չարչարաններու ենթարկվեցան եւ վերջավորության նահատակվեցան։ Հետևաբար այսօր քահանայից դոնն է։ Աշխարհի 4 անկյուններուն քահանաները իրենց առաջնորդներուն հետ միասին գահավաքվին նշելու համար Ղևոնդյանց ուրեմն քահանաներու դոնը, ինչպես նաև Վարդանանց զորավարներու եւ համակումարներ կգազմագերբեն, քահանայից համար դասախոսություններ դեղի կունենան, վերավորակավորման դասընթացներ դեղի կունենան եւ խորհրդածություններ թե ինչպես կրնան իրենց քահանայությունը արժևորել, ինչպես արժևորեցին Ղևոնդյանց քահանաները։ Այսօր ճիշտ է սիրելիներ արդար գերբով պետք է շնորհավորել բոլոր մեր հոգևորականները եւ աղոթել իրենց համար, որովհետեւ սրբությամբ եւ առաքինությամբ զարդարվին
եւ կալեն այն հավատքեն, որով կալեցին մեր սուրբ հայրաբետները, եւ ապրին ճշմարիտ քահանայությամբ, ապրին իրենց գոչումին համաձայն, եւ ոչ թե փառք փնտրելով, ոչ թե հայտարարելով մարդոց, որ դուք պետք է մեզ թակավորի պես պահեք, դուք պետք է մեզ ծառայեք, այլ սրբությամբ իրենք դիրոջ ծառայեն եւ սորվեցնեն ժողովրդին ալ իրենց կյանքի օրինակով Աստուծո ծառայել։ Ես այսօր սիրելիներ հոգևոր այս նախաճաշի ընթացքին պիտի խոսիմ քահանայության մասին։ Քահանայությունը համաձայն Աստվածաշունչին։ Ինչ կսե դերը քահանայության մասին եւ պիտի տեսնենք թե ինչպես Աստված հաջող խիստ կլա կրոնավորներու նկատմամբ, որովհետեւ քահանաները Աստուծո տեսպաններն են երկրի վրա։ Այո, Աստուծո տեսպաններն են, ինչպես եւ ին գդագարանի մեջ եւ նոր գդագարանի մեջ այդ մասին կխոսվի։ Անոնք բատկամախոսներն են։ Քահանային շրթունքները, երբ որ գսեմ քահանա, գահսկնամ գաթողիկոս, պատրիարք, arczepiskopos, եպիսկոպոս, սայրակուն վարդապետ, այլ խոսքով անոնք, որոնք քահանայական գարկը ստացել են իրենց վրա։ Եվ քահանայական գարկը ստացողը իրավունք ունի բացարձակ կերպով իր շրթները անեծքի դարձնելու, իր շրթներով անիծելու, իր շրթներով հայոյելու, իր շրթներով ո՞ե մեկ տեսակի բղծություններ խոսելու, այլ քահանան Աստուծո օրենքները խոսող, բատկամախոսող անձն է երկրի վրա եւ ամեն ինչ պետք է նե մարդիկը Աստուծո դարձնելու համար։ Աստված սիրելներ 5 դագարանի մեջ օրենքներ տվավ Մոսես մարգարեին օրինակ թե ինչպես պետք է ծերնատրեր քահանաները։ Առաջին քահանան եղավ, քահանայապետ եղավ Մովսեսի եղբայրը Ահարոնը եւ ապա այդ ամբողջ գարկը անցավ Ղևդացիներուն։ Աստված իրեն համար հadouk սերունդ մընդրեց Եբրայեցի ժողովուրդեն եւ անոնց երկրի վրա ժառանգություն չդվավ, ինչպես օրինակ տվավ մյուս Հակոբի զավակներուն Ռուբենին, Շմավոնին, Հութագին եւ այլն, այլ Ղևդացիներուն ասա որ ես եմ ձեր ժառանգությունը։ Եվ մյուս սերունդներուն, մյուս ցեղերուն բադվիրեց որ սրբությամբ մոդենան քահանայության։ Եվ ինչպես ասի քահանայությունը շատ լրջությամբ լուրջ գոչում էր որ Աստված ուզեց որ քահանաները սրբությամբ լան։ Եթե գարտակ 5 դագարանի Ելից գրքի 29-րդ գլուխը այնտեղ ցույց կդրվի թե ինչպես Աստված գհրանքե Մովսեսի ինչ ծևով ծերնատրել Ահարոնն ու անոր որդիները։ Ապա սիրելներ, եթե գարտակ 5 դագարանի Ղևդացիներու գիրքը, Ղևդացիներու 21-րդ գլխում մեջ գխոսվի քահանաներու սրբության մասին։ Նույնիսկ Աստված գարկիլ է քահանաներուն, որ բացարձակ կերպով արձակված գին չառնեն, բորնիկ գին չառնեն, այլ գույս առնեն, որբեսի սրբությունը պահպանեն, Աստուծո սրբությունը պահպանեն տաճարին մեջ։ Ամեն մանրամասնություն կտա Աստված, թե ինչ պետք է հագվեին, թե ինչ ծևով պետք է ծերնատրվեին, թե հերու պետք է մնային մերելներու թփնալե եւ այլն, որբեսի քահանայությունը սրբությունը լար, որովհետեւ անոնք Աստուծո ներկայացուցիչներն են երկրի վրա։ Եվ սակայն Աստված նաեւ հաջող խստորեն հանդիմանեց քահանաները, որովհետեւ քահանաներուն առաջնահերթ նպատակը պիտի լա սիրելներ, որ Աստուծո ժողովուրդը զգուշացնեն մեղքերեն, հերետիկոսներեն, աղանդավորներեն եւ Աստուծո օրհնությունը փոխանցեն մարդոց։ Եթե մարդիկ լսեն քահանաներուն, ապա օրհնություն պիտի վայելեն։ Եթե մարդիկ չլսեն քահանաներուն խոսքին, ապա իրենց բադիժը պիտի գրեն։ Իսկ եթե քահանան ինք Աստուծո խոսքը թերանա քարոզել է մարդոց, ապա Աստված եւ ժողովուրդը պիտի բաժե, եւ գրոնավորը պիտի բաժե, որովհետեւ ինք որ թեդեր, թիդողեր, ինք որ բահագ է իր ժողովուրդին, բահագ կարգված է Աստուծո կողմէ եւ չաստարարեց քալիք Թադաստանի մասին, քալիք արհավիտներու մասին, այդ ժամանակ Աստված թե զինք պիտի բաժե եւ թե ժողովուրդը։ Այս մասին գարտացեք սիրելներ անպայմանորեն
Եզեկիելի մարգարեության 30-րդ գլուխը եւ հաջորդ գլխում մեջ Եզեկիելի 34-րդ գլխում մեջ Աստված սիրելիներ գխոսի Իսրայելի հովիվներու մասին այսինքն այն հովիվներու մասին որոնք գոչված էին հովություն անելու իրենց ժողովրդին միշտ քահանաները նկատված են որպես հովիվներ եւ այդպես էլ գոչվին այսօր ալ չէ հոգեվոր հովիվները մեր եկեղեցվո հոգեվոր հովիվը մեր շրջանի հոգեվոր հովիվը ինչու որովհետեւ հովվաբեդը Աստված է իսկ գրոնավորները իրենք հովիվներ են Աստուծո գողմե գարկված ժողովրդին վրա ժողովուրդը չի պատկանի ժողովուրդը կգոչվի հոգեվոր փանավոր հոդ ինչպես ոչխարները կգոչվին գենտանական հոդ բայց ժողովուրդը փանավոր միտք ունեցող Աստուծո հոդ կգոչվի եւ ժողովուրդը չի պատկանի ոյ մեկ եկեղեցականի ոչ կաթողիկոսներու ոչ բաբերու ոչ բադվելիներու ոյ մեկուն հոդը փանավոր հոդը ժողովուրդը կպատկանի Աստուծո Քրիստոսի Քրիստոս է հովվաբեդը այդպես գսվի արդեն գարտամ քիչ վերցեզի Պետրոս Արաքյալի խոսքը առաջին Պետրոսի նամակի 5-րդ գլխում մեջ իսկ հովիվները Աստուծո ժողովրդին վրա գարկված հոգևոր հովիվներ են ես պիտի գարտամ սիրելիներ ցեզի Եզեկիելի մարգարեության 34-րդ գլխու առաջին 10 համարները այս համարներու մեջ պիտի տեսնենք թե ինչպես Աստված խստիվ կքննադատե կհանդիմանե հովիվները անցյալի եբրայեցի հովիվներու մասին է խոսքը բայց այսօր ալ սիրելիներ այս նույն խոսքը այս նույն հանդիմանությունը գուղվի քրիստոնյա գրոնավորներուս հոգևորականներուս այն գրոնավորներուն, այն հոգևորականներուն, որոնք թշպախտապար իրենց ուդելիքին, իրենց փարքին, իրենց կրբանին գմտածեն եւ անդեսած են ժողովուրդը կամ խտրություն գտնեն ժողովրդի մեջ հարուստին ու աղքատին միջև զարգացածին եւ անուսին միջև դեսեք ինչ կսի Աստված խստությամբ Դարձյալ դիրոջ խոսքը ինձ եղավ, գսե Եզեկիել մարգարեն ու ասավ, հիմա դերն է խոսողը, որդի մարդո, Իսրայելի հովիվներուն թե մարգարեությունները ու անոնց ասե, դեր Եհովան, Յահվեն, այսպես գսե հովիվներուն։ Հիմա այսօր խոսքը ուղղված է ինձի եւ ինձի պես բոլոր հոգեվորականներուն։ Վայ Իսրայելի հովիվներուն, որոնք ինքզինքնին գարածեն, որոնք ինքզինքնին Ուրեմ գարածեն հովիվները հոդը արածելու չեն, բայց ինքզինքնին գարածեն, ինչ կնշանակի ինքզինքնին գարածեն, այսինքն իրենց փարքին մասին կմտածեն, իրենց բորդը մեծնելու մասին կմտածեն, իրենց հարստության մասին կմտածեն, մինչդեռ Աստված գսե հովիվները հոդը արածելու չեն, հոդի խնամքը դանելու չեն, դուք ջարբը գուդեք ու փուրտը գահակնիկ Եվ քերը գմորթեք, քեր ոչխարը գմորթեք, բայց հոդը չեք արածեր։ Դգարները չուժովցուցիկ, չզորացուցիկ դգարները։ Ու հիվանդները չբժշկեցիք, եւ գոդրածը չփաթաթեցիք, ու մոլորածը չդարձուցիք, եւ գործվածը չփնդրեցիք։ Հովիվներուն բարդականությունն է։ Գործվածը փնդրել, հերացածը մոդեցնել Աստուծո, հիվանդը բժշկել Գոդրածը առողջացնել, փաթել անոր վերքը, հապա բռնությունով ու խստությունով անոնց վրա դիրեցիք, այսօր թշպախտապար, շատ հոգևորականներ, շատ առաջնորդներ կան, շատ ղեկավարներ կան հոգևոր, որոնց միակ ըրածը ուրիշներու վրա դիրույթուն հաստատելն է, դիրելն է, եւ ժողովրդին վրա, եւ իրենց մե ավելի փոքր եղող հոգևոր գրոնավորներուն վրա Անոնք հովիվ չունենալուն համար ծրվեցան ու ծրվելով թաշտի բոլոր կազաններուն գերագուր եղան հոգևոր պատկերավոր ցևով կխոսվի այստեղ սիրելիներ եւ որ հոգևոր հովիվները գրոնավորները հովություն չնեն իրենց փանավոր հոդի անդամներուն վրա
ապա անոն գեր գթարնան քայլերուն եւ ովքեր են քայլերը Հիսուս կսե աղանդավորները սուտ մարգարեները որոնք ոչխարի կերպարանքով քայլի ներքին քայլեր են այսօր մեր հայրենիքի մեջ փազում են աղանդավորները ինչու որովհետեւ մեր հոգևոր հայրերը հովություն չրին խոսքս մեծ մասին է մեծամասնության մասին է այո գան սրբագենցաղ օրտնյալ գրոնավորներ սակայն անդեսված մնացին ու մնացած են իմ ոչխարներս լեռներու վրա ու բարձր փլորներու վրա մոլորեցան եւ իմ ոչխարներս բոլոր երկրի երեսին վրա ծրվեցան ու հարցնող ու փնտրող չեղավ այսօր ով պիտի հարցնե մեր ժողովրդին ով պիտի փնտրե մոլորած ոչխարները միայն քննադատելով միայն բորալ գանչելով բան չի փոխվելու հովիվները իրենց հովության բարդականությունն ու բարդքը պետք է կատարեն անոր համար ով հովիվներ հիմա տեսեք Աստված ինչ սկսե դիրոջ խոսքը լսեցեք ես գենթանի եմ գսե դերը որովհետև հովիվ չլալուն համար իմ հոդս հապշտակվեցավ ու իմ ոչխարներս տաշտի բոլոր կազաններուն գերագուր եղան եւ իմ հովիվներս իմ ոչխարներս չփնդրեցին ու հովիվները ինքզինքնին արածեցին ու իմ հոդս չարածեցին անոր համար ով հովիվներ դիրոջ խոսքը լսեցեք դեր Եհովան այսպես կսե ահա ես հովիվներուն թեմ եմ այն գրոնավորները որոնք ճշմարիտ իրենց գոչումին գիտակցությունը չունին Աստված անոնց թեմ է տեսեք Աստված գսե Եզեկիելին բերնով ես հովիվներուն թեմ եմ ու իմ ոչխարներս անոնց մե պիտի բահանչեմ բոլոր գրոնավորներու սերկերուն մեջ գործվածներու արյունը գա մեղքը գա Աստված ինձ մե եւ ինձ նման հոգեվորականներեն պիտի բահանչե անոնց արյունը չենք անդրադառնալ սիրելի հոգեվոր եղբայրներ Եվ զանոնք ոչխար արածել են պիտի թատրեցնեմ նույնիսկ սիրելներ եթե իրենց բաշտոններուն վրա մնան գրոնավորները եթե ճշմարիտ գրոնավորի գոչումով չեն հովվեր իրենց ժողովրդի անդամները Աստուծո աչքին անոնք թատրած են գրոնավոր ըլլալե հովիվ ըլլալե նորեն կգրտնեմ Աստուծո խոսքը լսենք Աստված գսե ահա ես հովիվներուն թեմ եմ ու իմ ոչխարներս անոնց մե պիտի բանջեմ եւ զանոնք ոչխար արածել են պիտի թատրեցնեմ եւ հովիվները անգամ մնալ պիտի չարածեն նույնիսկ եթե իրենց բաշտոնը բայեն պիտի չարածեն Աստուծո աչքին թատրած պիտի ելա եւ ասիկա սիրելիներ ես չեմ ուղեր ովևէ մեկուն խոսք չեմ զարներ քար չեմ զարներ առաջին խոսքը գուղեմ ինձի ամեն մեկ հոգևորովիվ ամեն մեկ գրոնավոր նախ իր անձը պետք է քննե Հիսուսով ով որ ամեղ առաջին քարը թողնե դե ես ինչպես կրնամ ուրիշի վրա քարն դել եթե ես մեղքերով ծածկված եմ ինչպես պիտի կանգնիմ Աստուծո թիմաց ամեն մեկ գրոնավոր եթե ինքզին քննե իր մեղքերուն ամա արցունք տապե զղջա Աստված պիտի ները եւ վերահաստատեզին եւ շարունակության մեջ Աստված գսե իմ ոչխարներս անոնց փերնեն պիտի հանեմ անարժան գրոնավորը իր փերնի մեջ բահած կալա ոչխար այսինքն ամեն բարիկները Աստուծո դված ինքը միան գուլ դալու մասին կմտածե որբեսի անգամ մնալ անոնց գերագուր չլան Եվ հաջորդ շարունակության մեջ սիրելներ գարտացեք Եզեկիել 34-րդ գլուխ 11-րդ համարեն Աստված կխոսի որ ինք պիտի ելա հովիվը եւ ադոր համար Հիսուս եկավ եւ ասավ ես եմ ճշմարիտ հովիվը որ իր կյանքը գուտա Ասի սիրելներ որ Աստված խստությամբ կխոսի գրոնավորներուն թեմ այն գրոնավորներուն այն հոգևորականներուն այն հովիվներուն որոնք իր խոսքերը չեն փոխանցել որոնց շրթները Աստուծո խոսքերը օրենքը չի փոխանցել մարդոց Մաղաքիա մարգարեն որ 5 դագարանի վերջին մարգարեն է անոր բերնով Աստված խստիվ գահանտիմանե դարձյալ Ղևիի սերունդ այսին գրոնավորները Ես կուզեմ ընթերցել երկրորդ գլխու
Առաջին 9 համարները։ Տեսեք ինչ կսի Աստված։ Այս բադվերը ցեզի է ով քահանաներ։ Եթե մտիկ չնեք, եթե ծեր սրդի մեջ չտնեք իմ անվանս բադիվ դալ, գսե զորքերու դերը, այն ադեն ցեզի անեցք պիտի գրգեմ։ Ծեր օրտնությունները պիտի անիծեմ։ Այո, զանոնք արդեն անիծեր եմ, քանզի դուք ծեր սրդին մեջ չեք տներ։ Աստուծո օրենքը չունիք ծեր սրդի մեջ։ Ահա ես ծեր սերունդը պիտի հանդիմանեմ, ծեր երեսին վրա աղբ, ծեր դոներուն աղբը պիտի ցանեմ, որ ցեզի իրեն հետ դանի։ Այն ադեմ պիտի գիտնաք, թե ես ցեզի գրգեցի այս բադվերը, որբեսի իմ ուխտս ղևին հետ ըլլա, քահանաներու սերունդին հետ ըլլա, գսե զորքերու դերը։ Իմ ուխտս անոր հետ էր ցանկի ու խաղաղության համար։ Աստված սիրելներ ղևի սերունդին հետ ուխտրած էր ցանկի եւ խաղաղության համար։ Զանոնք անոր դվի այն երգյուղին փոխարեն, որով ինձ մեկ վախնար ու իմ անվանս երեսեն գսարսափեր։ Ճշմարտության օրենքը անոր բերնին մեջ էր։ Անոր շրթունքներու մեջ անիրավություն չգտնվեցավ։ Ինձի հետ խաղաղությամբ եւ ուղությամբ կգալեր, շատերը անօրենութենե դարձուց։ Այդպես էր ղևին, որ ղևդացներու նախահայրն էր Հակոբ Նահաբեդի զավակը։ Այդպես էր սկիզբը ամբողջությամբ սրբությամբ կընտանար ինք եւ իր սերունդը։ Քահանային շրթունքները, ահա այստեղ նայեցեք որքան կարևոր է սիրելիներ։ Յուրաքանչյուր քահանա, յուրաքանչյուր կրոնավոր այս խոսքը պետք է իմանա։ Գսե Աստված։ Քահանային շրթունքները քիդություն բահելու են։ Մարդիկ անոր բերնեն օրենք փնտրելու են։ Քանզի անիգա զորքերու դիրոջ տեսպանն է։ Ամեն մեկ քահանա զորած դիրոջ, հեշտագած դիրոջ տեսպանն է երկրի վրա, պատգամախոսն է։ Քիչ մեջ կգարտամ նաև Բողոս Արաքյալի խոսքը այս մասին։ Բայց դուք ջամփայեն խոդորեցաք, շատերը օրենքի մեջ քայթագրեցուցիք, եւ Հիսուսը քայթակություններ պիտի բադային երկրի վրա, բայց վայ անոնց, որոնց ցերկով քայթակություն կբադայի, վայ այն կրոնավորներուն, որոնց ցերկով քայթակություն կբադայի։ Հիսուսը որ երգանակար պիտի տրվի, չաղացքի քար պիտի տրվի, գաբվի անոնց բարանոցներուն եւ ճուրը նետվի։ Վայ անոր կրոնավոր եղբայրներ, հոգեվորական եղբայրներ չեն անդրադառնար Աստուծո այս խոսքերուն։ Բայց մորնանք որ մարդիկ ինչ կսեն, գմեղատրեն, գանտիմանեն։ Մենք որպես քահանայական գոչում ունեցողներ չենք անդրադառնալ Աստծո խոսքին։ Գգրտնեմ Աստծո խոսքը գարտամ, բայց դուք ջամփայեն խոդորեցաք, շատերը օրենքի մեջ քայթագրեցուցիք, ոչ միայն քայթագրեցաք, այլ քայթագրեցուցիք, ղևին ուխտը ավրեցիք, գսե զորքերուն դերը, քահանայական ուխտը ավրեցիք։ Ուստի ես ալ ցես բոլոր ժողովրդին արչև անարգեցի ու ցածուցի, որքանալ գրոնավորին բաշտոնը, թիրքը, դիդրոսը բարձրլա, գաթողիկոս, բադրիարք, արքեպիսկոպոս, եպիսկոպոս եւ այլն, եթե դիրոջ աչքին ինգած է, դերը գսե ես ալ ցես բոլոր ժողովրդին արչև անարգեցի ու ցածուցի, քանի որ դուք իմ ջամփաներս չբահեցիք, օրենքի մեջ աչարություն ըրիք, անաչար պետք է լայիք, արդար պետք է լայիք, անարդար գտնվեցաք, աչարություն ըրիք օրենքի նկատմամբ, ես ալ ցես ցածուցի։ Որքան հանդիմանական ծանր խոսքեր են ասոնք սիրելիներ։ Չմոռնաք մենք Աստուծո տեսպաններն ենք երկրի վրա, սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Տեսեք Բողոս Արաքյալ երկրորդ Գորընթացներու նամակի 5-րդ գլխու 20-րդ համարի մեջ կսե. ահա թե ինչու մենք Քրիստոսի կողմէ բատկամավորություն գնենք։ Բատկամավոր կնշանակե անոր տեսպանին, անոր դիրոջ խոսքը կգադարե, տեսպանությունն էլ, բատկամ փոխանցել, որու բատկամները, ոչ թե մեր բատկամները։ Եկեղեցվո փեմերը պետք չէ վերածենք, ոչ քաղաքական բատկամախոսության, ոչ ալ ոյ մեկ բանի, մենք Աստուծո բատկամաբերներն ենք,
ոչ գուսակցությանց պատկամապերներն ենք, ոչ մարդոց պատկամապերներն ենք, մենք Աստուծո պատկամապերներն ենք, մենք Քրիստոսի տեսպաններն ենք, մեր խոսքերը սրբություն պետք է լան, մեր խոսքերը հաշտություն պետք է բերեն, ոչ թե բարակդում, ոչ թե քաղաքական խոսքեր, այլ Աստուծո խոսքերը, ոմանք կրնան մեղատրել զիս, հարկ չէ, իմ խոսքերը չեն ասոնք, եւ այս խոսքերը ամեն բանի առաջ ինչպես ասի ուղված են իմ անձիս, ես իմ անձս կտեսնեմ այս բոլորի մեջ, հանդիմանված Տիրոջ կողմէ, եւ որ գտերանամ, եւ Պողոս առաքյալ դարձյալ գգրտեմ իր խոսքը, Քրիստոսի կողմէ, ահա թե ինչու մենք պատկամավորություն գնենք, այնպես որ գարձես Աստված ինք մեր միջոցով գխոսի ցեզի Հարց տանք հոգևոր եղբայրներ, Աստված մեր միջոցով գխոսի մարդոց, թե ոչ, այսինչ կուսակցությունը, այսինչ շարժումը, այսինչ քաղաքական թիմը մեր միջոցով գխոսի։ Հարց տանք մենք մեզի, մենք որու պատկամախոսներն ենք, մենք որու տեսմաններն ենք, եւ Քրիստոսի կողմէ գաղաչենք ցեզի, հաշտվեցեք Աստուծո հետ։ Ահա այս պիտի լասիրներ մեզ մե յուրաքանչյուրին գոչումը եւ Պողոս առաքյալ եւ որ գտնվեր Եփեսոսի մեջ սիրելիներ իր մեկնած գիշերը գանչեց եկեղեցվո երեցները եւ անոնց հետեւյալ խոսքը ասավ բադվերը դվավ արտնության բադվեր տեսեք Կորց կարակելոց գգարտամ ցեզի 20-րդ գլխու 28-րդ համարեն մինչև 31-րդ համար գսի առաքյալը հսկեցեք ձեր անձերուն եւ ձեր ամբողջ հոդին որուն դեսուչ գարկեցես Սուրբ Հոգին գրոնավորները իրենց հոդին վրա գարկված դեսուչներ են դեսուչ կնշանակե դեշչություն ընող խնամք դածող, խնամող, հոգ դանող, եւ որու կողմ է Սուրբ Հոգին կողմ է։ Հովվեցեք Տիրոջ եկեղեցին, որ ան իր արյունով քնեց։ Քրիստոսի արյունով քնված է փանավոր հոդը ժողովուրդը։ Ոչ մեկ կրոնավոր իրավունք ունի քայտակության բաժարը լալու, գործվելու, գործընծնելու Փանավոր հոդի անդամներու հոգիները բարակդելու զանոնք Հովվեցեք Տիրոջ եկեղեցին, որ իր արյունով կնեց, որովհետև գիտեմ թե իմ մեկնումեսի այդ հապշտակիչ քայլեր պիտի մտնեն ձեր մեջ, որոնք պիտի չխնայեն օդին։ Ձեր մեջ են եւս պիտի ելեն մարդիկ, որոնք սխալ բաներ պիտի ուսուցանեն, հավատացյալները իրենց յետևեն դանելու համար։ Հետևաբար արթուն եղեք, արթուն եղեք։ Ահա սիրելիներ, այս է որ ամեն մեկ գրոնավոր պետք է ապրի։ Եվ Պետրոս առաքյալ գսե Առաջին Պետրոսի նամակի 5-րդ գլխում մեջ երեցներ, որպես երիցագիծը, որ ցեզի պես վգայեմ Քրիստոսի չարչարաններուն եւ ցեզի հետալ մաստագից պիտի լամ, քալիք парքին որ պիտի հայտնվի գաղաչեմ։ Ցեզի վստահված Աստուծո հոդը առածեցեք ոչ թե իբր բարդատրան կատարելով վերագացության ծեր ճաշտոնը, այլ գամավորապար, ինչպես Աստված գուզե։ Ոչ թե տրամի սիրուին, այլ հոժարությամբ, ոչ թե ցեզի վստահված մարդոց բարդատրելով ծեր անձերը, այլ օրինակը լալով ծեր հոդին, որպես երբ Հովվաբեդը հայտնվի, անտարան парքի բսակը ընդունիք։ Ահա սիրելիներ, թե ինչ կսե սուրբ գիրքը եւ դակավին շատ ուրիշ խոսքեր ալ գսե, ես այս կանով կբավարարվիմ այսօր, թե ինչպիսին պետք է լա յուրաքանչյուր հոգևոր գրոնավորի, հոգևոր հովիվի բարդականությունը այս կյանքի մեջ եւ գլխավորապես թե յուրաքանչյուր հովիվ Աստուծո տեսմանն է, խոստակն է այս կյանքի մեջ ժողովուրդը առաջնորդելու թեպի Աստված, թեպի փրկություն եւ ոչ թե բարակդելու եւ ոչ թե վատ խոսքեր խոսելով, անեցներ բերելով եւ ինքը եւ ժողովուրդը քայտագին եւ գործվին։ Թող Աստված Ռևոնտյանց ոգին շնորհե բոլոր գրոնավորներուս եւ բոլոր գրոնավորները սիրելիներ ապաշխարության արդյունքով Տիրոջ դիմաց կան իրենց մեղքերուն համար զղջան ժողովրդին ներում խնդրեն եւ հոդը առաջնորդեն թեպի Քրիստոս որովհետեւ բայկարը մեծ է այսօր հազգերտ չկա հազգերտին ուրիշ անուններով
հազգերտը կներկայանա, սակայն հոգևոր մեղքի հազգերտներ կան, որոնք կբայկարին մեր ժողովրդին թեմ, եւ ասոնց թեմ գուրց տնողները հոգևորականները բիդելան ու ժողովուրդը արտընցնեն, որ հոգևոր մեղքերու մեջ չգործվին, այլ դեպի Քրիստոս, դեպի լույսը, դեպի բարին, դեպի սրբությունը, դեպի առաքինությունները ընտանան եւ հասնին հավիտենական կյանքին։ Աստված թող օրհնե բոլոր գրոնավորները իրենց քահանայական գրոնավորներու դոնը շնորհավորը լա քահանայից տոնը Աստված անսասան բայ ու բայձարացնե հայաստանյա ցարակելական մեր սուրբ եկեղեցին ամեն տեսակ ծնցումները ամուր բայեդերը եւ սիրելներ ազգովին թե բեդություն թե նաեւ ժողովուրդ թե գրոնավորներ ամենքը միասին մեկ նպատակի դեպեն երթան հայոց հայրենիքի անսասանության հայոց եկեղեցու բայձարության եւ մեր բոլորի հոգեվոր արտության ու փրկության Աստված ձեզ արադաբես թողորտնե բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին